Պարոն Բագրատյան, երեկ վարչապետը հայտարարեց, որ հեծի պետականացման գործընթացը սկսելու համար արդեն ազգային ժողովում օրենքի նախագիծ է շրջանառվում։ Դուք տնտեսական հանձնաժողովի անդամ եք, ուզում եմ իմանալ ինչ նախագծի մասին էր խոսքը, որ падգամավորներն են կամ որ հանձնաժողովն է աշխատում այդ նախագծի վրա, ենթադրում եմ, որ ձեր հանձնաժողովը գուցե աշխատի, կարող եք ներկայացնել, ինչ տեղեկություն կա այդ դրա վերաբերյալ։ Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է, որ դեռևս կառավարությունից ազգային ժողով չի ասել կամ գիտեք, որ քննարկումների փուլ է լինում նախնական քննարկում հետո նոր, այսինքն կառավարություն, հանձնաժողով, մինչև որ նախագիծը ստացվում է արդեն պատրաստ։ Այս պահին մեր բնականաբար տնտեսական հանձնաժողով պետք է քննի, իհարկե կարող է նաև պետաիրավական հանձնաժողով համատեղ քննեն կախված հարցի բովանդակությունից։ Բայց այս պահին երկու հանձնաժողովներում դեռ նախագիծ չկա։ Այս պահին մեր հանձնաժողովում նախագիծ չկա։ Պարոն Բագրատյան, կխնդրեի ներկայացնեիք, եթե քննարկումները կան, հանձնարարական արդեն ուղիղ հնչել է վարչապետի կողմից, կխնդրեի ներկայացնեիք այդ ինչ օրենսդրական լուծումներ պետք է ստեղծվեն, որ ամբողջությամբ օրինական, ինչպես վարչապետն էր պնդում, որ այդ process-ը լինելու է ամբողջությամբ օրինական, այդ process-ը իրականացվի։ Ինչ օրենսդրական լուծումներ են լինելու հեծը պետականացնելու գործընթացը։ Եթե դուք հիշում եք, 2 ամիս առաջ ազգային ժողովում 344-յակում քննարկումներ եղան նվիրված հեծի գործունեությանը եւ այդ աշխատանքի ընթացքում ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ թերություններ մատնանշվեց մեր գործընկերների կողմից, տնտեսագետների կողմից, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ներկա, հանձնաժողովի նախագահան նույնպես բազմաթիվ թերացումների մասին առնվազն համաձայնեց եւ եթե տեսեք ցանկացած ձեռնարկություն, եթե ստուգումների արդյունքում, համալիր ստուգման արդյունքում, հաշվետվությունների, ընդհանուր բալանսի, ծառայությունների որակի, այս ամենի հետ կապված ցանկացած պետություն կարող է որոշումներ ընդունել։ Ինչ օրենսդրական ինչ լուծումներ են լինելու։ Ես ուզում եմ դրա մասին։ Ես կարող եմ պրակտիկա ասել, որ նման դեպքերում որպես կան, օրինակ կարող են քաղաքացիները, որոնք այս հովարային անջատումներից եւ այլն տուժել են, կարող են հայցերով մտնել դատարան եւ այդ գումարի չափը լինի այնքան, որքան որ արժի օրինակ հեծի գինը։ Հետեւաբար այդ ժամանակ որպես կանոն շատ տնտեսվարողներ հրաժարվում են այլևս շարունակել, որովհետեւ կարծես թե այդ վճարումը շատ ավելին արժի, քան այն հիմնարկությունը, որը այս պահին իրենք տիրապետում են։ Բազմաթիվ են նման դեպքերը աշխարհում տարբեր երկրներում։ Կարող է հաշվարկի ընթացքում պարզվի, որ վարկային պորտֆելը այնքան մեծ է, որը սպասարկելու համար պայմանական ասած շատ երկար ժամանակ է պետք եւ որ վարկային պորտֆելը չի սպասարկել կոնկրետ տվյալ ձեռնարկությանը։ Այսինքն վարկային պորտֆել ունենալով վարկը նպատակային չի օգտագործվել։ Տարբեր վարկեր են ներգրավել, բայց նպատակային չեն օգտագործվել։ Չէ, ես ասում եմ, որ սրանք վարկածներ են, իսկապես վարկային պորտֆել կա, բայց դրա նպատակայնությունը պետք է ստուգվի, դա ես չեմ կարող ասել։ Դուք ուղղակի ենթադրություն եք։ Վարկային պորտֆել մեծ կա, որը տեսանելի չի առնվազն տեսանելի չի ծախսային մասը, այսինքն հնարավոր է, որ մեկ այլ ֆինանսական օպերացիայի ընթացքի մեջ է, դա համար ես չեմ կարող ասել դա նպատակին է օգտագործվել թե չէ։ Իսկ Բագրատյան, պետությունը օրինակ պատրաստ է գումարով գնել հեծը։ Կարծում եմ պետք է դա բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանալ նախ ինչ գին է որոշված եւ նաեւ գիտեք ցանկացած հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է, այսինքն ինքը կարող է այնքան պարտքեր ունենալ, որ օրինակ թե եթե մի հիմնարկություն արժի $100, բայց $80 պարտք ունի, բնականաբար $20 պետք է գնել, պատկերացրեցիք, այսինքն տարբերությունը ունեցած պարտավորության։ Դուք նաև որպես իրավասու հանձնաժողովի անդամ քննարկում է պետությունը գնել այդ կազմակերպությունը։ Գնելը դրա տարբերակներից մեկն է։ Դա քննարկման ընթացքում է, երբ որ ներկայացվում են խնդիրները, ասենք ֆինանսական կառույցները եւ նաև քննո մարմինները, ասենք հաշվեկնիչ պալատին կարող են հանձնել կամ անկախ աուդիտի հանձնել, միջազգային աուդիտը քննություն անցկացնի եւ բալանսը ներկայացնի հասարակության, ներկայացնի պետության եւ սեփականատիրոջը։ Համաձայն բալանսի, եթե ստացվի, որ բալանսը բացասական է, կարող են արդեն բանակցել գնումների կամ Պարոն Բագրատյան, հիմա ես ուզում եմ հարցնել, երբ որ վարչապետը ասում է շատ արագ պետք է այդ գործընթացը տեղի ունենա, ինչպես է տեղի ունենալու, ինչ եք անելու։ Ես կարող եմ ենթադրել, որ այլևս այդ իմ ասած ստուգումները կատարվել են, իրականացվել են։
Այսինքն այն երկու ամսվա ընթացքում կամ 3 ամսվա ընթացքում կամ նույնիսկ դրանից առաջ, որովհետև հնարավոր է ամբողջ գործունեությունը վերլուծվել է եւ կան փաստեր, որոնք հիմքեր են տվել վարչապետին այդ մասին խոսելու բարձրաձայնել։ Ինչ կազմակերպություն է ստուգումները արել, այսինքն դուք ինչ ինֆորմացիա ունեք, երբ որ նաև օրենսդիր մարմնի բաց աղբյուրներում կայքում դրված են հեծի տվյալները, ինչ վարկեր է ներգրաված, ինչ ծախսեր է արված, ինչ հաշվետվություն է տրված, ինչ հարկեր են վճարել։ Տեսեք, կարծեմ թե այս 2 օրը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը տուգանեց հեծին։ Այսինքն դա կապված է որոշակի գործառույթների հետ։ Եվ process-ը գնալու դեպքում հասարակությունը ամբողջովին տեսնի իրավիճակը ինչպիսին է հեծի։ Ինչպես է դա արվելու, պարոն Բագրատյան, ես հարցնում եմ ձեզ ինչպես է։ Ասում եմ, աուդիտ է արվելու։ Հետո ինչ է լինելու։ Աուդիտի արդյունքները տեսնելու ենք։ Եթե աուդիտի արդյունքում պարզվեց, օրինակ, որ դուք, օրինակ, ձեր բնակարան ունեք, բայց դուք բնակարանի վարկ եք վերցրել, որը արժե 300 միլիոն, բայց ձեր բնակարանն արժե 50 միլիոն։ Հիմա իրավունք ունի բանկասի 50 միլիոնի դիմաց ես ձեր բնակարանը վերցնում եմ։ Բա որ չպարզվի։ Չպարզվես չես կարող ես։ Բա ինչպես է վարչապետը պնդում։ Բա վարչապետը հավանաբար ունի այդ փաստերը, որ հայտարարում է։ Հավանաբար թե ունի։ Ենթադրում եմ, ես ինքս չեմ զբաղվել, ինքս ընդհանրապես մենք նայել ենք հաշվետվությունների վերաբերյալ մեր կարծիքները բարձրաձայնել ենք, այդ կարծիքները հավաքագրվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում, դրա հիման վրա սկսել են քննություններ իրականացվել։ Այդ ընթացքի քննություններին ես ծանոթ չեմ։ Եվ հիմա դուք խոսում եք ինչ որ սցենարներից։ Ես խոսում եմ, դուք ասում եք հնարավոր է դա անել թե չէ, ես ասում եմ հնարավոր է որ դեպքերում։ Եւ այլ ուրիշ որ դեպքերում է հնարավոր։ Այս դեպքերում, ինչ որ ասեցի։ Այդ միակ դեպքն է։ Այո, պետք է ապացուցված, դե ասեցի, դեռ հարկերի կարող է հարկերի շրջանցումներ լինեն, որ մենք հարկային մարմին չենք որ ստուգենք։ Օրինակ լինում են ստուգումներ, որ 5 տարի առաջվա հարկեր են թաքցված, որոնց հանրագումարը դառնում է շատ լուրջ թիվ։ Որտեղ դուժերը դուգանքը պեկը, միայն պեկն է կարող այդ թվերը մեկնաբանել։ Մենք չունենք այդ փաստը, ես ինքս չունեմ այդ փաստերը, բայց հնարավոր է որ վարչապետը տիրապետում է այդ փաստերին, որ հայտարարում։ Դու եք այդ անհրաժեշտությունը իրականացնելու, որովհետև ասում են, որ սա ոչ այնքան խնդիրներով է պայմանավորված կամ դժգոհություններով քաղաքացիների, հեծի նկատմամբ, այլ ռուսական ազդեցություն այստեղ նվազեցնելու։ Տեսեք, տարբեր կարծիքներ կարող են լինել։ Այդ կարծիքը նույնպես գոյության իրավունք ունի, բայց ինչու՞ չեք մտածում, որ մենք բոլորս դուք, պարզ քաղաքացիները, արդյոք դուք գոհ եք այս պահին էլեկտրամատակարարման այս որակից։ Քաղաքացիները ջրից Ջրից են դժգոհ, այո, ջրից են դժգոհ։ Չէ, ես ի նկատի ունեմ քաղաքացիների մեծամասնություն, ի նկատի չունեմ ես կամ դուք, ի նկատի ունեմ մեծամասնությունը, այս հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթում գտնվող ծառայություններից բոլորից էլ դժգոհ են։ Եվ ջրից, եւ օծանքից, եւ ռուսական ազդեցությունը նվազեցնելու խնդիրը։ Տեսեք, օրինակ պետությունը նման խնդիր չի դնում, որպես կանոն։ Եթե ծառայությունը ճիշտ է իրականացված, պետության համար ի՞նչն է խնդիրը։ Եթե ծառայությունը որակյալ է իրականացվում, դե խնդիր չկա։ Խնդիրը այլ է, որ եթե ռիսկեր ես տեսնում ռազմավարական, տնտեսական ռազմավարական ուղղությունների իմաստով, պետք է բալանսավորես։ Այսինքն խնդիրը պետք է չթողես մնա վերջի կետին։ Օրինակ, եթե հիմա մենք մտածում ենք, օրինակ, ինչ որ մի ընթացքի մեջ հնարավոր է որ մեր գազը ընդհատեն, չէ՞։ Մենք պետք է ունենանք այլ ընտրանք, թե չէ, չպետք է այդ սցենարը գծենք որպես կառավարություն, որ օրինակ թե Իրանից եկած գազի ծավալը ավելացնել, ընդունենք թե։ Բայց չես կարող այլ ընտրանք չունենալ, որովհետև աշխարհը գիտեք խառը վիճակում է, տարածաշրջանը եռում է եւ բոլոր հնարավոր ռիսկերը պիտի իշխանությունը քննարկի, հնարավորությունները գտնի։ Այս պահին որևէ կոնկրետ սցենար չկա, թե ինչպես է պետականացվել։ Առնվազն ես տեղյակ չեմ այդ մասին, որևէ սցենարից պետականացման։ Եվ պետականացման մասին վերջի խոսակցություններով ես տեղեկացել։ Այսինքն որպես այդպեսին դա որ պիտի պետականացվի, ազգային ժողովում դուք լսեցիք, ես այդ ժամանակ եմ տեղեկացվել այդ մասին, որ նման հնարավոր համարում եք, որ Ռուսաստանից նոր ճակերտավոր փրկիչ կամ որևէ այլ նոր օլիգարխ գա հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Անկախ դրանից ով էլ որ գա, հնարավոր չի ժողովրդի, ես եկել եմ ասել, երբ որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը անիմաստ է այդ իշխանության դեմ պայքարել, որտեղ ժողովրդի դեմ է պայքարում։
կգա, թող իրենք շատ լավ պատրաստվեն, ընդամենը մի քանի ամիս մնաց ընտրություններին, թող շատ լավ պատրաստվեն, ժողովրդին ապացուցեն, որ այս իշխանությունը, տեսեք, այսքան թերություններ ունի, այսքան գործերը ծրագրացել չի կարողացել անել, մենք պատրաստ ենք դրանք բոլորը անելու շատ ավելի լավ, սա էլ ապացույցներ է։ Թող գան, ներկանան ժողովրդին, ժողովուրդը խել, մեր ժողովուրդը շատ խելացի է եւ շատ վերլուծող է։ Իրենք կարող են նայել եւ մեր ծրագիրը եւ իրանց մեզ քննադատեն չարազների համար, կամ այնպես մեղադրեն այնքան համարեն, որ այնքան քիչ է արված, որ ձայն չստանանք, չստանանք ցածր թիվ։ Բայց մենք ինչ ենք ասում մեր ընդդիմախոսներին, ասում ենք եկեք ծրագրերով մրցենք, եկեք ավելորդ այս բաները, դրսից մարդ գա կամ ներսից մարդ գա կամ փորձել, չի կարելի այդ բաները։ Մենք դա ներհայաստանյան խնդիրներ կան, որոնք պետքա բոլորս միասին, հանրությունը, մենք բոլորս իրար հետ դեպքուց վիճելով, բանավիճելով կռվելով, բայց մենք պիտի լուծենք։ Ձեր ընդդիմախոսները 20 տարի բոլորը չի իհարկե, մեծ մասը ունեցել են ժամանակ ապացուցելու, որ գործ պետք է անել։ Դե դրա համար ես ասում եմ, ինչի համար, երբ որ վերջի ելույթի ժամանակ մեր ընդդիմախոսները մեզ քննադատում էին վատ աշխատանքի համար, ես ուղղակի պատասխանը հետևյալն է, եթե վատ աշխատանքի համար դուք այդքան ասում եք վատ ենք, բայց դուք ինչքան վատ եք, որ ձեզ չեն ընտրում, ել ընտրում են այս իշխանությանը, պատկերացրեք, այսինքն հետևաբար շանս չունենալով իրենց վարկանիշը բարձրացնել, փորձում են իշխանությանը քննադատելով բարձրացնել։ Դա նորմալ տեխնոլոգիա է եւ թույլատրելի է, բայց պետք է հիմնավորել, չպետք է, գիտեք, ասել թվեր, ասենք թե, տեսեք, հասարակացը նույն այսօր էլ քննարկվեց այդ մասին, արտաքին պարտքի մասին խոսակցությունները։ Պարտք պետական պարկ գոյություն ունի, որը մասը արտաքին է, մասը ներքին է։ Ներքին պարկը որն է, ներքին պարկը մեր բոլորի գումարներով, վարկերում դրած ավաններով պետությունը այդ պարկերը գնում է։ Սա ալում է ներքին պարկ։ Դրանք հավասար են 6 միլիարդ, մոտավոր թվեր եմ ասում։ 6 միլիարդ ներքին պարկը, 6 միլիարդ արտաքին պարկ։ Արտաքին պարկը 10 թվին եղել է 5.5 միլիարդ։ Այսինքն արտաքին պարկը ընդամենը 500 միլիոնով ավելացել, պատկերացրեցիք, բայց մեր օպոնենտները ներկայացնում են, որ տարել է 13 միլիարդ իշխանությունը, այդքան պարկ թողմամերը ուրիշ բան եմ ասում, այս շարունակություն ասեմ, դուք հարցը տվեք։ Երբ որ նույն ժամանակ եթե այդ պարտքը ընդհանուր համարենք ներքին արտաքինը պարտք, այդ պարտքը բաժանենք 3 միլիոնի վրա, յուրաքանչյուրից պարտքը կազմում է $4000։ Մեր համախառ ներքին արդյունքը, որ բաժանենք մեր բոլորիս վրա, ունենում ենք $8500։ Հիմա ես ասում եմ այդ $8500, եթե պետությունը դադարեցնում ես, այդ $8500 պիտի բաժանեն մեզ, ասեն դե ձեր $4000 վարկը վճարեք։ Այսինքն բալանսը կրկնակի ավել դրական իմաստ ունի։ Ուզում եմ ասել, երբ որ քննադատում են, պետքա դա էլ Պարոն Բաղրատյան, տեսեք, քանի որ մամուլն էլ էր գրել այդ մասին, որ ձեր կնոջը ավազի հանք է պատկանում։ Հիմա ենթադրենք ձեր գործունեության հետ կապված ինչ որ խնդիրներ են առաջանում։ Դուք վտանգ չեք տեսնում, որ այդ հանքն էլ կազգայնացնեն։ Է թող ազգայնացնեն, եթե խախտումներ կլինեն, իհարկե թող ազգայնացնեն։ Նախ էլ չի տիրապետում, որ ազգայնացնեն, բայց ժամանակ վաճառել է իր մասը։ Դրական բան չկա։ Իսկ բաժնեմասը վաճառել է։ Սա ինչ ազդակ է լինելու տնտեսական։ Ազգայնացումը, լսեք, բոլոր երկրներում եւ տարբեր ժամանակներում նման process-ներ տեղի են ունենում։ Այդ process-ները երբ են տեղի ունենում, ես ասացի, երբ որ ռիսկեր կան։ Ունենք մենք հիմա այդպիսի օրինական ճանապարհ։ Ասում եմ, ես ներկայացրեցի, իհարկե կան։ Եթե պարզվի, որ հարկեր են թաքցվել, շատ մեծ գումարներ, եթե պարզվի, որ վարկային ռեսուրսներ են ոչ նպատակային ծախսել, եւ այս բոլորի հանրագումարը ինչ պետք է ստացվի։ Պարզվում է, ես օրինակը բերեցի։ Դուք վարկ եք վերցրել ձեր տան դիմաց, ձեր տուն արժե 50 միլիոն, 300 միլիոնի վարկ պետք է սպասարկեք։ Երբ որ ձեզ ասում են, բանկ ասում է ժամանակն է, որ տունը 10 բանկի վերադարձնես, հիպոթեկով վերցրել էիր, չես կարողացել սպասարկել, վերադարձու դա նույն պետականացումը, նույն գործարքի իմաստով, այսինքն Եթեով դուք դե բա իսկ ինչ եք ուզում, եթե փաստեր ես չունեմ, ես փաստեր չունեմ, ասեմ կա այդ փաստը։ Որ իրեն չեք հարցնում, օրինակ հասկանալ։ Բայց հարցրեցին, ինչի ո՞նց եք անելու դա, ձեզ հարցրել են, որ տնտեսական միջավայրին վնաս են հասցնում։ հարցվել է։ Տնտեսական միջավայրի վնաս կլինի, եթե արդար չարվի դա։ Եթե արդար չարվի, այո, այդ ժամանակ վնաս կլինի, որովհետև ցանկացած նման գործարք միջազգային կառույցները քննելու են։ Դու չես կարող աշկերտ փակ վերցնես մի բան անես։ Վարչապետը արդեն ասել է, որ պետք է պետականացվի։ Իսկ դու չեք մտածում, որ հնարավոր է, որ վարչապետը տիրապետում է թվերի, որոնք դուք չենք տիրապետում, որովհետև ընդամենը 2 օր առաջ ասել եւ կարող է մեկ շաբաթից ներկայացվեն այդ թվերը հանրությանը։ Այսինքն առանց հանրության ներկայացնելու որևէ խնդիր չի լուծվելու, հավատացեք։ Որովհետև նորից եմ ասում, կան միջազգային կառույցներ, որոնց պատասխանատվություն մենք ունենք։ Մենք չենք կարող որևէ մեկից որևէ բան վերցնել։ Պետք է հիմնավորել, ներկայացնել եւ այդ ժամանակ նաեւ նշել կառույցի ռազմավարական նշանակությունը, որ եթե այսպես շարունակի, օրինակ մենք մեր ցանցերը կարող ենք կորցնել, պետությունը չպետք է այդ ժամանակ միջոց ձեռքարի, որ ցանցերը չկորեն։ Ես փոքր հարց ասեմ, Խաչիկում ես Խաչիկից զանգ եմ ասում, որ հասկացեք, այս
50 տարվա սյուները, որ դրված են էլեկտրական սյուները, քամին թափով քամից ընկնում են։ Եվ մենք դա սահման է, չէ՞ մեր համար։ Եվ գյուղը ունենում է կարող զանգել խաչի քարսնել, ունենում է օրերով հոսանքազրկում, որը վտանգ չի, որ մեր այսպես կոչված հարևան թշնամին կարող է օգտվել հնարավորություններից։ Հիմա մենք չկանխենք նման երևույթները։ Եթե դուք համարում եք, որ չկանխենք, ես կարծում եմ որակյալ ծառայության դեմ ոչինչ չես կարող անել։ Օրինակ, համեմատության մեջ եմ ասում։ Գազը մենք շատ ավելի, օրինակ, որակյալ ծառայություն ենք ստանում։ Էլի դժգոհություններ ունենք, բայց օրինակ գազի ընդհատումները վերջերս գրեթե չեն եղել։ Հիմա չես կարող դա չասել, որ լավ ծառայություն է, չէ՞։ Այսինքն մենք որպես քաղաքացիներ եւ հանրության ներկայացուցիչներ պետք է բարձրաձայնենք խնդիրները։ Եթե ուզում եք չբարձրաձայնենք, կարող եք ասել սխալ եք անում, որ բարձրաձայնում ենք, բայց մեր տնտեսության, մեր ռազմավարական խնդիրները մենք պետք է, տեսեք, ասում են, պատերազմը դուք ինչով եք զբաղված։ Սա պատերազմի ռազմավարական խնդիրներից մեկն է կարգավորել այնպես տնտեսությունը, որ կարողանաս ինքնաբավարնել որոշ ժամանակ։ Օրինակ ես կուզենայի մենք ամբողջապես արևային էներգիայով կարողանանք սնուցել, որ որևէ խնդիր չառաջանար, բայց հիմա ունենք այն ինչ ունենք եւ այստեղ բարելավման խնդիր կա։ Կարծում եմ մենք պետք է դրական ընդունենք եւ քննարկենք։ Այ եթե ձեր ասածի պես մենք բոլորս կտեսնենք, որ այո, հանիրավի է այս գործողությունը, հարկ է այսքան չի եղել, այլ եղել է այսքան, որովհետեւ սա միջազգային կազմակերպություն է, վերջ միջազգային աուդիտ է անցնելու։ Այդտեղ դու որևէ մեկը չի կարող կողմնապահություն անել եւ կարող է 2-3 լուրջ կազմակերպություն Աուդիտը կառավարությունը կնախաձեռնի։ Տեսեք, տարբեր առիթներով կառավարությունը հրավիրել է աուդիտ։ Կարող են իրավունք ունի իրավունք ունի նաև ընկերությունը ինքը աուդիտ հրավիրի։ Նույն հավասար իրավունք ունի։ Պարոն Բագրատյան, նաև խոսակցություններ կան, այդ մասին նաև Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հեծը վերցնում եք Ռուսաստանից հանձնելու եք Թուրքիային։ Սրանք նախ ինչ խոսակցություններ են, ինչպես եք մեկնաբանում, եւ ինչու հենց այդ կարևորությունը հեծը պետականացնելու այդ խոսակցությունները հիմա սկսեցիք, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, ելի ասում եմ, որ հիմա այդքան խնդիրներ կա, իրանք սկսել են հեծը պետականացնելու մասին։ Տեսեք, ցանկացած հայտարարություն անելուց պետք է բերել փաստեր։ Հիմա ես ասում եմ, այդպես չի։ Հիմա դուք իրավունք ունեք չհավատաք, չէ՞ որ ես ասում եմ այդպես չի, բայց ես փաստերը բերում եմ, ասում եմ, պղնձամոլիբդենային գործարանից, ԶՊՄԿ-ից մենք բաժնեմաս ունենք, որևէ մեկին վաճառել ենք, որևէ մեկից խլել ենք, ունենք մեր բաժնեմաս եւ տիրապետում ենք։ Ունենք տարբեր կազմակերպություններ պետական բաժնեմաս, որևէ մեկին մենք նեղացնում ենք, բաժնեմասի խնդիրը։ Հիմա կարող է այս ընկերության պայմանական ասած 90% բաժնեմասը տրվի պետությանը հաշվարկների հիմքով։ Օրինակ, թե իրանք պնդեն, որ ասել մենք մեր 10%-ը պահում ենք։ Սա քննարկման ենթակա է, բայց եթե 50%-ից ավել է արդեն համարվում է պետական։ Իսկ այդ խոսակցությունները, որ վերցնելու են Ռուսաստանից տան Թուրքիային։ Չէ, ես օրինակ ինչի բերեցի, որ ինչի համար պիտի վերցնես 10 ուրիշի, երբ որ դու ինքդ համարվում ես ռազմավարական եւ կարող ես ընդամենը այդ վաճառքը այլևս չանել, այդ ձևով ինչ որ արվել է։ Բաժնեմասային անել, բաժնեմասը այսօր թողարկես, առավոտվանից տարբեր ընկերություններ կգնան այդ բաժնեմասը։ Այս դեպքում տեղեկություններ կա, որ վաճառվելու է թուրքական Աքսա Էներգի սեփականատեր Ջեմալ Ղազանչի։ Ես նման տեղեկություններ չունեմ եւ հերքում եմ նա։ Եվ նաև այս տեղի ունեցողը կապում են վարչապետի Թուրքիա այցելության հետ, որովհետեւ Բացարձակ կապ չունի։ Այդ Թուրքիա այցելելը, այսինքն այդ հապշտապ մեկ օրվա տարբերությամբ պետք է նման գործողություն չի կարող դրանք կապ ունենալ։ Ուղղակի ամոթ է որ նման կապ է։ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան իրեն գործել, իրենք ինքը իր ձևով կգործի եւ այս մեղադրանքը որ ներկայացվել է իշխանության զավթելու, սա արդյոք չափազանցեցված չէ, որովհետեւ այս իշխանություն զավթելու տարեր արդյոք դա պարունակում է հայտարարությունը եւ տպավորությունը, որ նաեւ պատճառ է պետք է նրան կալանավորել։ Տեսեք, մենք կարող ենք տարբեր տպավորություններ ունենալ, բայց քննություն իրականացնող քննչական մարմինները եւ դատարանը որոշում են ընդունել։ Չեմ կարծում, որ դատարանը առանց խորհրդային ուսումնասիրության կարող է նման որոշում ընդունել, որովհետեւ դա հեշտ բողոքարկելի կդառնա։ Այսինքն պետք է հիմքեր դնել դրա տակ, այսինքն ապացուցել, չէ՞ որ կա այդ կոչի տակ կա որոշակի գործողությունների պլան, օրինակ թե որին մենք տեղյակ չենք եւ մեզ չեն տեղեկացրել։ Դե խնդիրը դրված կալանավորել 2 ամսով եւ հետո բարձվի, որ նման խնդիր։ Սա կալանավորում չի, սա խափանման միջոց է ընդհանրապես։ Խափանման միջոցը, հա, կանանք 2 ամիս խափանման միջոց է դա, էլի նկատի ունեմ, սա դեռ չի նշանակում ձեր ասածը, որ հա, հետեւաբար եւ փաստաբաններն են աշխատում, եւ դատարանն է աշխատում, եւ միջազգային կառույցներն են հետեւում այդ process-ին։ Այսինքն ես
չունեմ այդ իրավական այդ գիտելիքները, որ կարողանամ ձեզ հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ դատարանը առանց հիմքերի չի գնահատես քայլի։ Իսկ սա վնասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև այնտեղից եւս արձագանք։ Չէ, եթե սխալ քայլեր արվեն կվնասի, բայց եթե սխալ քայլեր չարվեն, ինչի պետք է վնասի։ Մեր հայ քաղաքացիներին հարյուրավորները Ռուսաստանում դատվում են։ Դա պետք է համարենք միջպետական հարաբերությունների խաթարում։ Եթե հանցագործությունը արվե, խոսքս Ռուսաստանում կատարվածի մասին, Հայաստանի մասին չի։ Այդտեղ դատել են մեր քաղաքացիներին, մենք համարում ենք, որ մենք կարող ենք խնդրել ասել, օրինակ, արտահանձնեք մեզ, բայց մենք հարաբերությունների խաթարման հիմք չի լինի։ Այսինքն ավելի շատ իրավական process պետք է հասնի։ Նաև այս օրերին շատ են տնտեսագետները խոսում, որ Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված Հայաստանը կարող է տնտեսական ճգնաժամի կամ տնտեսական խնդիրներ ունենալ։ Այս առումով դուք նախ ձեր գնահատականը կլինեն այդպիսիք թե չէ եւ նաև ինչ քայլեր եք անում, եթե Մենք այդ քայլերը հաշվել ենք, այսինքն ռիսկերը գնահատել ենք, հա, թիվը գիտենք, որոնք կարող են գալ Հայաստան, դուք մի տեսեք, որ միայն Հայաստան պետք է գան։ Այն մի մասը Ադրբեջանով է գնալու, մի մասը Թուրքիայով է գնալու, մի մասը Հայաստանով է գալու։ Մենք այդ թիվը կանխատեսել ենք, հնարավոր սցենարները քննարկել ենք, հնարավոր կառավարելի վիճակ ստեղծել ենք, բայց այո, նաև ձեր ասածպես կարող է այնպիսի բում ստացվի, որ անկառավարելի լինի։ Իհարկե պետք է այդ սցենարներ լինեն։ Ամենածանրը այն կլինի, որ Միացյալ Նահանգները ռմբակոծի Իրան, դա ամենածանր հետևանքն է։ Դրա արդյունքում կունենանք շատ ծանր իրավիճակ։ Պաստված չանի, որ այդ էսկալացիան չտարածվի եւ ավարտեն մեր տարածաշրջանում խաղաղություն։ Ձեզ նույնպես շնորհակալ։